Ապրիլի 30-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամի և Վլադիմիր Սպիվակովի միջազգային բարեգործական հիմնադրամի կրթաթոշակառուների համատեղ համերգը «Հնչեղ ապագա» խորագրով։ Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամի և Վլադիմիր Սպիվակովի միջազգային բարեգործական հիմնադրամի միջև երկար տարիների սերտ և ջերմ համագործակցությունը արդեն իսկ պարգևել է հայ երիտասարդ տաղանդներին բազում բեմեր և համատեղ ծրագրեր, վերածելով երաժշտությունը կամուրջի մշակույթների ու սերունդների միջև։ Այս հիմնադրամը ինձ իմ մասնագիտական կրթության զարգացման առումով մեծ դեր ունեցել։ Ունեցել եմ երեկրթական ուղևորություն դեպի Էստոնիա, Ռուսաստան և Միացյալ Էմիրություններ։ Վլադիմիր Սպիվակովի հիմնադրամն ու Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը սերտ համագործակցում են։ Դրա արդյունքում ունեցել եմ համերգ Բաշո թատրոնում Մոսկվայում։ Նաև ունեցել ենք կրթական ուղևորություն դեպի Էստոնիա, որտեղ նվագել եմ Յարվի ակադեմիայի պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հետ, Նեմե և Պավո Յարվիների դիրիժորությամբ, որոնք շատ հանրահայտ դիրիժորներ են։ Շատ շնորհակալ եմ հիմնադրամին, որ մեծ հնարավորությունները ինձ ընձեռեց։ Այսօր համերգին կնվագեմ Չայկովսկու կանցոնետան, ջութակի կոնցերտի երկրորդ մասը։ Հիմնադրամը մեզ տվել է մի շարք հնարավորություններ աճի համար, որպես պրոֆեսիոնալ երաժիշտ։ Մենք ունեցել ենք մի շարք մաստեր կլասեր, ինչպես նաև կրթական ուղևորություններ տարբեր երկրներ, դրանց մեջ Արաբական Էմիրատները, Էստոնիան, ինչպես նաև Մոսկվան։ Այս ամենը մեզ օգնեց ձեռք բերել մի շարք նոր ծանոթություններ, ինչպես նաև աճի համար մեծ պոտենցիալ, ինչի համար շատ շնորհակալ ենք մեր հիմնադրամին։ Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամի շնորհիվ բազում համերգների եմ մասնակցել Երևանի լավագույն դահլիճներում, նաև մեկնել եմ Մոսկվան դիմավորում է ընկերներին փառատոնին, Սպիվակովի հիմնադրամին, որտեղ նվագել եմ իմպրեսիոնիզմի թանգարանում, այնտեղի դահլիճում։ Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամի շնորհիվ մեծ աճ եմ գրանցել իմ մասնագիտական ոլորտում։ Այս համերգը ևս մեկ կարևոր քայլ է մասնագիտական բարձունքների ձգտող երիտասարդ երաժիշտների ստեղծագործական զարգացման և մշակութային փոխանակման ուղղությամբ։ Համերգին ներկա էին նաև Վլադիմիր Սպիվակովի միջազգային բարեգործական հիմնադրամի մասնակից պատանի երաժիշտները, ովքեր մեծ հնարավորություններ և մասնագիտական առաջընթաց են տեսնում այս համատեղ ծրագրում։ Ֆոնդում ես այնքան էլ վաղուց չեմ, այնտեղ ինձ հրավիրել է իմ ընկերուհին Մաշա Կապիտովան։ Մենք բոլորս միասին նվագում ենք անսամբլում։ Երբ Մաշան ինձ հրավիրեց, ես շատ զարմացա, քանի որ երբևէ չեմ մտածել, որ այսպիսի մասշտաբային ֆոնդի մասնակիցը կդառնամ։ Սկզբում ես նվագում էի միայն մեր տրիոյում, հետո Մաշայի հետ անցանք դուետի։ Իսկ հիմա ֆոնդում սկսում եմ ելույթ ունենալ որպես մենակատար։ Сейчас уже начинаю выступать в фонде сольно. В фонд я попала уже очень давно, несколько лет назад. Ես արդեն մի քանի տարի է ինչ այս ֆոնդում եմ, իմ մասնագիտական ուսուցչի Մարչենկոյի շնորհիվ, ով ինձ խորհուրդ է տվել ֆոնդի տնօրենին Եկատերինա Ռոմանովնային և Պյոտր Իլիչին։ Ես ներկայացել եմ ինչպես մենակատար, այնպես էլ հանդես եմ եկել անսամբլներում, ելույթ եմ ունեցել բազմաթիվ բեմերում։ Այսօր էլ նվագելու եմ անսամբլում իմ հիանալի ընկերուհիների հետ, ինչպես նաև լինելու եմ նրանց նվագակցողը։ Подыгрываю им как концертмейстер. Сегодня мы будем выступать как и в трио, так и Այսօր մենք ելույթ ենք ունենալու ինչպես տրիոյով, այնպես էլ դուետներով։ Մաշայի հետ մենք վաղուց նվագում ենք դուետով, այդ իսկ պատճառով ես հայտնվել եմ ֆոնդում։ Մենք հաճախ էինք հանդես գալիս դուետով, ավելի ուր ձևավորվեց մեր տրիոն։ Եվ այսօր էլ մենք ելույթ կունենանք անսամբլով, ինչպես երկու հոգով, այնպես էլ մեր տրիոյով։ так и нашим трио. Բեմից հնչեցին Շումանի, Մենդելսոնի, Շտրաուսի, Չայկովսկու և այլ հայտնի դասականների, ինչպես նաև հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները։ Դահլիճը լեփլեցուն էր, արվեստասեր, տաղանդն ու աշխատասիրությունը գնահատող հանդիսատեսով։ Համերգի աջակիցն էր Մոսկվայի տուն մշակութային գործարար կենտրոնը։ Միջոցառման տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթը կուղվի հիմնադրամի տաղանդավոր երաժիշտների համար իրականացվող կրթական ծրագրերին։